Հանրապետական փառատոնին մասնակցում են քաղաքային ու շրջանային փուլերում հաղթող ճանաչված հավաքականները։ Հուսո Գավաթի խաղարկությանն այս պատանիներից ոմանք մասնակցում են արդեն հերթական անգամ։ Հուսո Գավաթի մասնակցում եմ 3-րդ անգամ, բայց հաջողության եմ հասել ես վերջին անգամ։ Պատվավոր տեղ եմ գրավել մեր թիմով եւ ճանաչվել եմ լավագույն խաղացող ես Հուսո Գավաթում։ Իմ ուզածը դա էր էլի։ 2 տարի ես փորձել եմ լավագույն խաղացող դառնամ եւ կարողացել եմ հասնել նպատակին։ Ֆուտբոլային այս մրցապայքարին թիմերը մասնակցում են մեծ խանդավառությամբ։ Յուրաքանչյուր հավաքական գրեթե համոզված է, եթե ոչ առաջին, ապա մրցանակային 2-րդ կամ 3-րդ հարթակներից որևէ մեկի տերը կդառնա։ Հուսո Գավաթը 3-րդ տեղը գրավել ենք 2 անգամ։ Անցյալ տարի 99 թվականին եմ մասնակցել, այս տարի ամենամեծը 2000 թվականն է։ Ուսեր ունենք երևի մեր պատգրուպում առաջի 2-րդ տեղը մրցանակային տեղ գրավենք, հետո շարունակենք վերջին փուլը։ Շատ հույսեր ունեմ, շատ մեծ հույսեր եմ պատրաստված այս խաղերին, որ պետք է հաղթենք եւ նորից լավագույն խաղացողներ, չեմ ասում, որ ես կարող եմ լինեմ, բայց կարող է թող ուժեղ լինի ամենալավագույն խաղացող։ Փառատոնն անց է կացում 2 ենթախմբով, շրջանաձև մրցակարգով ու 1 շրջանով։ Ենթախմբերում առաջին եւ 2-րդ տեղեր գրաված թիմերը եզրափակիչ հասնելու համար կպայքարեն խաչաձև մրցակարգով։ Մրցապայքարի առաջին հանդիպումը Շուշիի եւ Ասկերանի պատանիների միջև էր։ Места мы занимали 3-й, 4-й, 5-й։ Նախորդ տարիներին կազմակերպված փառատոների ընթացքում մեզ հաջողվել է նվաճել 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղերը։ Այս անգամ բավականին նախապատրաստվել ենք, ինչպես եւ բոլոր թիմերի ներկայացուցիչները պայքարում ենք մրցանակային տեղ գրավելու համար։ Любая команда хочет призовое место занять։ 15 րոպեանոց 2 խաղակեսից կազմված առաջին հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով հօգուտ շուշեցիների։ Մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է իր մարզիկների ցուցադրած խաղից։ Есть моменты, которые нужно работать. Как тренеру с детьми, так и детям ошибки. На ошибках их. Խաղի ընթացքում իհարկե թերություններ լինում են։ Մենք մարզիչներս աշխատում ենք որպեսզի հաջորդ հանդիպմանը մարզիկները չկրկնեն թույլտված սխալները։ Իսկ ընդհանուր առմամբ ինձ գոհացրեց իմ թիմի ցուցադրած խաղը։ Առաջին մրցապայքարում հաղթող դուրս եկանք, իսկ դա նաև հոգեբանական հաղթանակ է։ Հուսով եմ, որ նույն ոգով էլ կհասնենք մինչև եզրափակիչ։ Հուսո Գավաթ մինի-ֆուտբոլի փառատոնի եզրափակիչ փուլն ու արդյունքների ամփոփումը կկայանա հուլիսի 15-ին։ Կազմակերպիչները ուժեղագույն թիմի համար նախատեսել են դիպլոմ, դրամական պարգև ու գավաթ։ Ուշադրության կարժանանա նաև մրցանակային 2-րդ եւ 3-րդ հորիզոնականների տերերը։ Գենադի Երեմյան, Սամվել Սայյան, օր